Հարգելի քաղաքացի, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ավտոարտադրողների հետ կնքված դիլերական դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակներում ներմուծումներ իրականացնողներին տրամադրված 3000 տրանսպորտային միջոցների սակագնային արտոնությունից օգտվել է 2364-ը, իսկ ահա մնացած 636 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար սահմանված քվոտան ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև։ Կոմիտեն օրերս հրապարակել է հենց այդ տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց հայտարարատուները կարող են հետ ստանալ վճարված մաքսատուրքի գումարները։ Ի դեպ, ցանկը կազմվել է ժամանակագրական հերթականությամբ։ Սկսած ամենավաղ ձևակերպված հայտարարագրից, ներառելով մինչև 2025 թվականի մարտի 18-ը ժամը 14:48-ը գրանցված հայտարարագրերը։ Նշենք, որ հայտարարագրերը ճշգրտելու և մաքսատուրքի գումարները հետ ստանալու համար սահմանվել է դիմումի ձև, որը պետք է ուղարկել Սեկրետարիատ շնիկ պետեկամուտներ.am հասցեին մինչև այս տարվա հունվարի 31-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ չներկայացված դիմումների քանակով կոմիտեն հրապարակելու է նոր ցանկ, որտեղ սակայն չեն ներառվելու արդեն իսկ հրապարակված տրանսպորտային միջոցները։ Այսինքն, սահմանված 636-ից պայմանական 100 դիմում չներկայացնելու դեպքում կհրապարակվի 100 նոր տրանսպորտային միջոցների ցանկ, պահպանելով ժամանակագրական հերթականությունը։ Հարգելի քաղաքացի, դիմումի ձևին և հրապարակված ցանկին կարող եք ծանոթանալ սկանավորելով էկրանին հայտնվող QR կոդը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմում կարող է ներկայացնել միայն հայտարարատուն, դիմումում նշելով իրեն պատկանող բանկային հաշվեհամարը։ Ի դեպ, դիմումը ներկայացնելուց հետո մաքսատուրքի գումարը կվերադարձվի հայտարարատուին օրենսդրությամբ սահմանված ժամկետում։